Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում ունենք մի անուշ բնակավայր, որի անունն է Արձական։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Աշոտ, նայ այն ցուցանակի վրա գրված է Ալափարս։ Իդեպ, Աշոտը գժվում է Ալափարսի համար։ Օցեր, գնացեք այստեղից։ Աշոտ, ուզում եմ ծաղիկ հավաքեմ։ Ինչ անենք։ Հետ գալուց կարող է կանգնենք ծաղիկ քաղենք, տանենք մեզ հետ Երևան։ Դա ինչքան սիրուն ծաղիկներ կան այստեղ, ոնց կարելի է անտարբեր անցնել։ Ժողովուրդ, ես ու Աշոտը բավականին երկար ժամանակ է ցանկանում էին գալ Արձականը նկարել, բացահայտել ինչ կա չկա Արձականում, բայց միշտ խոչընդոտների առաջ էին կանգնում եւ չէր ստացվում։ Այդ պատճառով մեր այցելությունը Արձական այսքան երկար տևեց, ու հիմա ես պատկերացնում եմ, դեռ գյուղ չհասած ինչ որ մի դեպք ա լինելու մեզ հետ, ու այստեղից ետ են գնալու Երևան։ Հեսա օծը ինձ կկծի Աշոտ, կգնանք Երևան։ Էլ Արձական չենք հասնելու, մի տեսակ ես չեմ հավատում էլի, որ մենք այսօր բացահայտելու ենք Արձականը։ Աշոտ, շարունակում ենք մեր նկարահանումները, այժմ ճանապարհի վրա ենք նկարում։ Բնակավայրը նախկինում ունեցել է մի շարք տարբեր անվանումներ, օրինակ արտավազդական, արտազական, արտավազդիապարանք եւ այլն։ Ասում են, որ արտավազդ երկրորդ արքան անցել է տեղանքով, սիրահարվել է բնությանը եւ այստեղ հիմնել է իր ամառանոցը։ Աշոտ, հազար եմ քեզ ասել, այդ նկարելը քեզ ապագա չի։ Փոխարենը նստիր մեքենա, գնանք շփենք արձականցիների հետ, հազիվ եկել ենք, քանի մի խոչընդոտ չի հանդիպել մեր ճանապարհին։ Արի, արագացրու, գնացինք։ Գնանք տեսնենք ինչ կա չկա։ Բարև։ Բարև։ Ոնց ես։ Լավ, բադուկ։ Լավ, կանունը ինչ է։ Հրաչ։ Ուրախ եմ, Հրաչ, ինձ ճանաչում ես։ Հա, Արևնիկ։ Ես շատ լավ է։ Արձականում ենք ներկայանում ժողովուրդ ջան։ Հրաչ ջան։ Եկել ենք բացահայտենք Արձականը։ Հա։ Լավ ենք արել։ Ճիշտ եք արել։ Դասա տեսնեմ, քո արձակուրդը ոնց է անցնում։ Շատ լավ։ Ինչով ես զբաղվում Արձականում։ Հեծանիվ քշելով։ Օրվա ամբողջ մասը հեծանիվ ես քշում։ Համարյա։ Դուք աղբերներից հետ եմ զբաղվում, մեկ էլ տնեցիք եմ։ Իսկ տնեցիք ինչ աշխատանքով են զբաղված։ Պապաս հիմա տունը չի, բայց մամաս տունն է։ Ինչ է անում, ինչով է զբաղվում մաման։ Մաման երեխեքի դատեր կարում, մեկ էլ տան գործերով։ Այստեղ հողագործությամբ զբաղվում եք, հող մշակում եք։ Մենք շուտ էինք մշակում, հիմա չէ։ Հա, Հրաչ, բայց ես նախատեսում մեկնես հանգստի։ Կուզեի, բայց չէ։ Օրինակ, որ երկրում կցանկանայիր այս 3 ամիսը անցկացնել։ Չգիտեմ։ Հայաստանում։ Հայաստանում։ Սևանում, 3 ամիս Սևանում։ Հա։ Հա, կձանձրանայիր։ Ոչ։ Չէր ուզենա ծով գնաս։ Չէ։ Օտար երկրերը պետք չի։ Իսկ Հայաստանի այլ բնակավայրերում եղել ես, բացահայտել ես այլ գյուղեր թե ոչ։ Ոչ։ Ուրեմն մեր գործը լավն է, էլի։ Չէ՞։ Այսպես բացահայտելով գնում ենք։ Հրաչ, մեզ կօգնես մի հարցում։ Որ։ Նայ, ես մի անգամ եղել եմ Արձականում, բայց տարիներ առաջ։ Հա։ Հետո որ գալիս էինք սեմինարների, դասընթացների, մեզ բերում էին Աղվերան։ Հա։ Ուզում եմ ասեմ, որ Արձականին ծանոթ չեմ։ Չգիտեմ ինչ գյուղ է, չգիտեմ այստեղ մարդիկ մեզ ոնց են ընդունելու, մեզ ոնց են վերաբերվելու։ Շատ լավ կընդունեն, շատ լավ կվերաբերվեն։ Չվախենալ պետք չի, մեր գյուղացիք շատ հյուրասեր են։ Հրանուշը ինձ ասաց Արևիկ Արձական որ գնաս, մարդիկ չեն խոսելու տեսախցիկի առաջ։ Ինձ խոսենում են։ Կարող է վախենան, բայց կխոսեն։ Ասում են կարող է քեզ տան սատկացնեն։ Չէ, դες բան չկա։ Այսպեսի բան չկա։ Ես էլ ասում եմ ոչ։ Վախեցրել են։ Մենք գնալու ենք Արձական։ Կապ չունի գնալու ենք։ Ուզում եմ դիմել քեզ, որ օգնես մեզ։ Ցույց տաս բնակավայրը։ Հա, կօգնեմ։ Կլինի։ Լավ, գնացինք առաջ։
Ես ուզում եմ ծանոթանալ քեզ հետ։ Ես կամոն եմ Արձականից, մենք բնակվում ենք այստեղ, մենք խանութ ունենք ու մեր գյուղի մասին կարող եմ մի քանի բան ասել։ Մեր գյուղում լիքը տաք ջուր կա ու հնադարյան եկեղեցիներ։ Ես ձեզ կառաջարկեմ դուք գնաք եւ տեսնեք դրա աշկով։ Եկեղեցիները։ Հա։ Անպայման։ Եթե օրվա մեջ ժամանակ ունենանք, կգնանք եկեղեցիներն էլ կնկարենք, կտեսնենք։ Կամո, ինձ կասես քո առօրյան ոնց Արձականում անցնում։ Ես ամեն օր ելնում եմ իմ ընկերների հետ հեծանիվ եմ քշում, խաղում եմ եւ իմ տնեցիներին եմ օգնում։ Արձականում ինչ կա, չկա, դպրոց ունեք։ Ունենք, մի հատիկ դպրոց ունենք ու մեկ էլ ռազմական դպրոց ունենք։ Մանկապարտեզ ունեք։ Հա, ունենք։ Մշակույթի տուն ունեք։ Հա, դպրոցի գենց կողմն է։ Ահա։ Հետո խաղահրապարակ ունեք։ Չէ, չունենք։ Բա մեծ խաղադաշտ, որտեղ կարող եք ֆուտբոլ խաղալ։ Հա, դպրոցում ունենք սպորտզալ, վոլեյբոլի համար, բասկետբոլի համար եւ ֆուտբոլի համար։ Դրսի պայմաններում ենք կարող ֆուտբոլ խաղալ։ Այսինքն ձեր առօրյա լավ է անցնում։ Հա։ Ահա։ Բա դու որտեղ ես գնալու հանգստանաս։ Ես մի ամսից կարող եմ գնամ Ռուսաստան հանգստանում։ Ընկերներիդ ինչ ես բերելու Ռուսաստանից։ Անցած տարի որ գնացել եմ ես ինձ սիրում մագնիսներ էի բերել, բայց այս անգամ ուրիշ բաներ կբերեմ նվեր։ Դեռ հիմա չգիտեմ, եթե Ռուսաստան տենամ ինչ լավ բան կա կբերեմ իրանց որպես Ամեն նվեր։ մեկին մի շապիկ կբերես։ Շապիկ, հա, կբերեմ։ Ծամո, շոկոլադ։ Կոֆեստը արալիկն։ Իսկ դու Կամո, սիրում ես Արձականը։ Հա, ես դեռ ծնվել մեծացել եմ ու դրա համար շատ սիրում եմ ես Արձականը գյուղը։ Բնակիչները շատ են Արձականում։ Հա, չէ, ասի քո շատ։ 3000 բնակիչ կա այստեղ ապրող։ Հա, Մեկը մյուսին ճանաչում եք, թե ոչ։ ոնց ասեմ, սա գյուղին համարյա ես սա ճանաչում եմ։ Ինչքան շատ են այստեղ օգտագործում համարյա բառը։ Համարյա էլի։ Որտեվ կեսը ուրիշ մարդիկ են, կեսը եկել են հանգստանում են։ Մեր գյուղում շատ են գալիս հանգստանում։ Մանավանդ որ ես տեղ եմ ապրում, տեսնում եմ անցուդարձով։ Այս ճանապարհով են գնում Աղվերան։ Հա։ Հենց այս ճանապարհով դուք գնում եք պանսիոնատներ, լիքն են։ Շնորհակալություն Կամո։ Մենք մի ամբողջ օր դեռ այստեղ ենք։ Դու մեզ հետ մնա, հրաչնելա մեզ միանում, այնպես որ միասին բացահայտենք Արձականը։ Աղբեր, Բարև ձեզ։ բարև, Բարև ձեզ։ ո՞նց ես։ Լավ, դուք ոնց եք։ Նորմալ։ Էս ինչ ես արել, հոգնել ես։ Հա, հեծանիվ էի քշում ընկերներիս հետ, հոգնեցի, ասացի գամստեմ մի քիչ նստեմ։ Հանգստանաս։ Հա, հանգստանամ։ Լավ էլ տեղ ես ընտրել։ Հա, այս Էֆնետի փուչիկներով եք, հա։ Հա, Մենք էլ ենք գյուղում Էֆնետից օգտվում։ գոհ եք։ Այո, շատ լավ ինտերնետ է։ Ապրես դու։ Քո անունը ի՞նչ է։ Ալեքս։ Ալեքս։ Դե ընկերներիդ հետ ծանոթացել ենք արդեն, լավ է, քո հետ էլ ծանոթացան։ Ուզում ենք գնալ գյուղը բացահայտել։ Ես կարող եմ գալ ընկերներիս հետ ձեզ ուղեկցել։ Ես շատ ուրախ կլինեմ։ Արի քեզ մի հատ փուչիկ նվիրեմ։ Մերսի։ Աշոտ, տեսնում ես քեզ ինչ լավ գյուղ եմ բերել։ Ընկուզենիներ, ամեն քայլի, ընկուզենիներ, ինչը դու շատ ես սիրում։ Բայց դեռ չի հասել, չէ՞։ Շատ ափսոս։ Լավ, ոչինչ, հենց ընկույզը հասնի, այդ ժամանակ էլ կբերեմ քեզ Արձական։ Վայ։ Այ, դա իմ մտահղացումներ, որ գնանք Արձական, Աշոտ, դու ընդամենը քշում ես քո մեքենան։ Աշոտ, նայ, Էֆնետել ունենք այստեղ։ Բա, ժողովուրդ, այնպես որ մի հապաղեք, օգտվեք աշխարհի ամենաանտանեկան կապից, հաստատ չեք փոշմանի, դա ես եմ ձեզ երաշխավորում։ Երեխեք, կասեք, հեծանիվ քշել ումից եք սովորել։ Օ, հիմա այսպիսի մի հարց ունեմ ձեզ, ուշադիր լսեք ինձ։ Մի լարվեք, ուշադիր լսեք, հիմա ուզում եմ իմանալ ըստ ձեզ,
արձականը ինչի կարիք ունի։ Ամեն մեկը ասում է իր կարծիքը, միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնի ու ձեր գյուղում կառուցի։ Հեն համաձայն եք։ Սպորտ պլաշատկայի։ Եկեղեցու կարիք ունի։ Վերանորոգման։ Եկեղեցին վերանորոգելու անհրաժեշտություն կա։ Իսկ որ եկեղեցին։ Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Ահա, ուրեմն արձականցիները շատ են ցանկանում, որ Սուրբ Մարիամ Աստվածածինը վերանորոգվի։ Քո անունը։ Նարեկ։ Նարեկ ջան, ըստ քեզ ձեր գյուղը ինչի կարիք ունի։ Շախմատի դպրոցի։ Ահա, Դավիթ։ Դավիթ ջան, դու ինչ կասես։ Սպորտ զալի եւ առաջին տեղում եկեղեցի։ Եկեղեցին վերանորոգեն։ Երեխաների մեծ մասը ցանկանում է, որ եկեղեցին վերանորոգեք։ Ես էլ ինչպես ասաց Ալեքսը, ես էլ եմ շատ ուզում, որ մեր եկեղեցին վերանորոգեն։ Մարիամ Աստվածածինը, որովհետև ինքը շատ հին եկեղեցի է։ Մեզ պետք է բարերար։ Ուղերձս Նիկոլ Փաշինյան։ Ֆուտբոլի դաշտը վերանորոգեն, ավելի լավը սարքեն։ Ես ուզում եմ, որ մեր եկեղեցին վերանորոգեն, որտեվ ինքը մի քիչ վատ վիճակում է։ Ես ուզում եմ, որ մեր եկեղեցին լավ լինի։ Լավ։ Ես էլ հարերով մնացել։ Ես էլ եմ ուզում մեր եկեղեցինը հին տեսք ունենան այդ նոր վիճակում։ Մեկ էլ մեր ֆուտբոլի դաշտը սարքեն։ Իմ խնդրանքը Նիկոլ Փաշինյանին առանձնահատուկ է։ Ես ուզում եմ, որ նա կառուցի սկեյթբորդի դաշտ։ Հրաչ։ Բա դու պետքա մեզ գյուղը ցույց տայիր։ Էս ի՞նչ գործի ես։ Ես էլ ասում եմ հրաչը ուր է։ Երեխեքն ասում են գնացին Գագիկենց տուն, որ խալին լվանան։ Ասում են տատիկը հոգնեց, երեխեքը գնացին օգնելու։ Ես էլ ասում եմ լավ, որ գնացել են տատիկին օգնեն, ոչինչ, կներեմ հրաչին։ Հրաչ ջան, տուր մի հատ այդ շլանգը, ես էլ ձեզ օգնեմ։ Ահա։ Հոգնեցիր։ Արի, ախպեր, արի, դու արի։ Արա։ Ահա։ Հոգնեցիր։ Փոխանցի, վերցրու։ Գորգ լվանալու արարողակարգ ենք անում։ Ով չի լվացել, կամո, արի, կամո։ Արի, խալ ենք լվանում։ Արարողակարգ արի։ Այսօր բոլորը պետք է խալի լվանան, այսօր խալի լվալու միջազգային օրն է։ Վերցրու պոլիպետը։ Կամո, օգնի երեխեքին։ Գլուխ մի պահի այ տղա։ Աշո դու էլ արի։ Այսօր հատուկ օր է, բոլորը պետք է պոլիպետով խալի լվան։ Նա տարի ջուրը պահի, ես էլ լվանամ։ Ոյ, ես ինչ եք անում։ Ասում են, որ արձականում ոռոգման ջուրը մեծ խնդիր է։ Ես ձեզ շատ էի սպասել, ես գիտեի, որ դուք մի օր կգաք ու ես ձեզի կհանդիպեմ։ Ես իմ YouTube-ի ալիքում ձեր մասին լիքը լավ բաներ եմ պատմում։ Հապրես, ինչ է քո անունը։ Իմ անունը Նաիրա է։ Վայ Նաիրա ջան։ Շատ ապրես դու։ Բա ես ո՞նց կարող եմ տեսնել այդ տեսանյութերը։ Կարող եք անգլերենում գրել անուշյանն առալ կբերի։ Ուզում ես ինչ դառնաս։ Ես ուզում եմ հայտնի բլոգեր դառնամ ու երեխաներին գամ, իրանց նայեմ ու երջանկություն պարգևեմ։ Հա, այսինքն երեխաները որտեղ քեզ տեսնեն, նկարվեն քո հետ, հա։ Ուզում ես մեծ ճանաչում ունենաս։ Հա։ Ուրեմն բաժանորդագրվեք Նարայի YouTube-յան ալիքին, որպեսզի դիտեք նրա տեսանյութերը եւ օգնեք, որ նա դառնա ճանաչված բլոգեր։ Շնորհակալություն։ Ես Նաիրան եմ, ինքը Գագիկն է, մենք որոշել ենք նկարենք թրենդ։ Ուրա քո միակը, Չկա քո միակը, գնացել է հեռուներ։ վայ արա։ Ձեր անունը ի՞նչ է։ Ինչքան Յուրի ջան։ Նուրի ջան։
Առաջի անգամ եմ լսում այդպիսի անուն։ Ջան ասում ինձ։ Հա։ Լավն էր։ Հայրիկ Այսինքն ձեզ չսիրողները մեկա, ձեզ միշտ ջան են ասում։ Կապ չունի։ Հա, ինչքան էլ որ չուզեն ջան են ասում, բա։ Է կրվի մեջ ընկերության շրջապատի բոլոր տեսակներով։ Ահա։ Պապի, դուք Արձականում եք ծնվել, մեծացել։ Չէ, Բա։ ես իմ կյանքը շատ փոփոխական պահով այլ է։ Ոնց։ Ես բուժականում եմ ապրել։ Մինչև առաջի դասարան։ 7-8 տարեկանից եկել եմ ստեղ քերուսկինը ստեղ ծերության պահով ապրում եմ։ Ինձ բերեցին որպես հոգեկան որդի, մնացի բանակից բարձա իրանց ծերության համար, հետո պսակվա, Որթվին եք ամուսնացել։ 62 թվին։ 1962 թվականին։ թվին ամուսնացա, Քանի տարեկան եք այդ ժամանակ։ տոշնի 20 տարեկան։ Ոյ, բա ձեր կինը քանի տարեկան էր։ 3 տարից ինձ փոքր, Բա ինչի եք այդպես ջահել ամուսնացել։ քանի որ տուն առողջ չկար։ Ես աշխատում եմ, տրակտորիստի պահովի աշխատում, եմ վաղտել ուչենիկի, Ձեր կնոջ անունը ինչ է։ Լյուբա։ Լյուբա։ Հա, Շատ հետաքրքիր սիրուն անուն է, Լյուբային շատ եք սիրում։ շատ։ Մի հատ էսպես Իրա- ասեք լսի էլի։ Իրա լավ համեստության, ինձ շատ հարգելու, շատ սիրելու պահով։ Դե հիմա ասեք Լյուբա ջան, կյանքս, ես քեզ շատ եմ սիրում։ Կյանքս, ցավդ տանեմ, ձեր Ես քեզ շատ եմ սիրում։ էլ պակաստեղ չկա։ Այն ժամանակ շատ եք սիրել, որ ամուսնացել եք։ Չափից դուրս։ Բա ինքը ձեզ Ինչքան որ ես եմ, այնքան էլ ինի ավել դվայնոյա սիրել։ գժվում էր ձեր համար։ Հա, բավոց։ Հա։ Այդ մի դաշտ աշխատելու մինչև կարմի տեն մի լացայել են, չես լացել, ուշացար, ուշ եկար։ Այ։ Հələ այսքան ժամանակ իմ մատը չի կպեն դրան։ Ասենք, կրվելու պահով եմ ասում, նեղանալու պահով եմ ասում, հələ տես բան չել երա։ Ես արդեն 60 քանի տարի անում։ 65 տարի միասին եք ապրում։ Միասին իրար հետ։ Պապի ջան, իսկ լինում է, որ ինչ որ մի բան ասես անի հակաճառում է։ Այդպես բան գոյություն չունի։ Ուղղակի սովորություն չկա իր մոտը։ Ինչ ասում եմ, իմ խոսքով ինչքան հնարավոր է, ինչքան ես հասկանում եմ, իմ ուղիով էթմա։ Հա, այդպես պահա։ Իսկ որ հակաճառի նեղանում եք։ Հակաճառելու ոչ մի վայրան չկա իր մոտը։ Հակաճառելու փոխարեն ծծաղում է, ուրախնում է։ Պապի, հիմա գիտեք դարը փոխվել է։ Դե դարը նայած մարդի մոտ է փոխվել։ Հիմա գիտեք, տեսեք, տղա ու աղջիկ որ շփվում են իրար հետ, մինչև ամուսնանալը, տղաներն են նեղանում, աղջիկները էլ չեն նեղանում։ Դե իրանց մոտ կալալն արդեն։ Նեղանում են աղջիկներից, բլոկում են։ Բայց ժամանակ դուք ո՞նց եք շփվում։ Հիմիկվա սերունդը ինտերնետով է շփվում, բայց ժամանակ։ Մենք գնացինք նշանդրեք արեցինք, Հա։ տրակտորի վրա է աշխատում ես։ Ուրեմն 11 օր թե 12 օրից հետո դեթայինք բերինք։ Ես ոչ մի օր չգնացի իր մոտ, ժամանակ չելավ, չկարացա։ Մերոնք ասմին այժմ նշանվավ, մի օր չգնաց, հետը մեկ արխոսեր, որ տենինք ոնց էր, ոնց չի։ Նոր վերջի պահին 12-րդ օրվան, 12-րդ օրվան նոր գնացինք առանք եկալ հարսանիքով։ Չեք շփվել էլի։ Չէ, մոտիկություն չել era։ Հա, միանգամից ամուսնացել եք։ Հա, այդ Ինչ լավ է, Երանի հիմա էլ այդպես լիներ։ Ասեին վերջ, դու այն տղու հետ ես ամուսնանալու, այդպես ամուսնացնեին։ Հա։ Չէ։ Հենի, սամսեմ ուրիշ է։ Հիմա պապի ջան, այս թվին կա ամոր ընտանիք, այն մեր երիտասարդներ, այսօր ամուսնանում են, վաղ ամուսնալուծվում են։ Մենք էլ նայում ենք, ասում ենք, այս վիճակն է, էլ չենք Պատաման ամուսնանա։ մի ամիս են ապրում իրար հետ, պատաման մեկ կես տարի են ապրում, մեկը մյուսից ան վերաբերմունք, ան մակարդակ ձևով իրարուց հրաժարվում են։ Այո, Ադերեկա։ դրա համար պետք է տեսնեն մեր տատիկների, պապիկների սերը, որ 60 տարուց ավել միասին են ապրում ու օրինակ վերցնեն։ 66-67 տարի անում Այո, երևի։ այո։
Պապի մի երկու բառ էլ գյուղից խոսենք։ Գյուղի մասին ինչ ասեմ, ցավը տանեմ։ Ձեր օրը ո՞նց է անցնում գյուղում։ Դե սովորական։ Ընկերներ ունեք ձեր տարիքային։ Շատերը մահացան գնացին։ Իմ թվի տղեկը լրիվ մահացան գնացին։ Մի հատ իմ թվի տղա չկա մի գյուղի մեջ։ Մեծ ասալներ կան։ Տարիքով ինձանից ասենք մեծերը կան։ Ինչով եք զբաղվում, պապի ջան։ Էր արդեն ոչ մի բան չկա։ Դաշտ գնում եք։ Դաշտ ունեինք, արդեն մեր տերությունը որ հասավ, էլ չեն կարող մետանք։ Ոռոգման ջուր, խմելու ջուր, ինչ վիճակում են։ Դե մեր մոտ արդեն խմելու ջուրը բնականից կա։ Այդքան չենք նեղվում։ Ժամով չեն տալիս այստեղ ջուրը։ Ժամով է, պատամա ժամով են ցալնում, որ ժամից դուրս էլա կալում ջուրը, ժամից իսկ ոռոգման ջուրը էս մեր արվում է։ Մի ես կարնամ պայրին է ջուրը կալում, հələ հողամաս բան չեն մշակել։ Հողամաս բան որ մշակեցին, արդեն ջուրը լրիվ կդրվում է։ Հա։ Էլ ջուր չկա։ Այդ հենց անտերություն է։ Հեղա պապի ջան, ապրեք շատ։ Դուք էլ ապրեք։ Առողջ եղեք։ Ճամպեն հարթ ու կանանչելնի։ Ապրեք։ Արևիկ, ես իմ ընկերոջ հետ ընկերություն եմ անում 11 տարի, ես իր հետ լավ ընկերներ ենք, ես իր բարությունն եմ սիրում, երբ որ ես կռիվների մեջ եմ ընկնում, ինքը գալի իմ կողքն է կանգնում։ Հանուն ի՞նչ է։ Գևորգ, ես էլ իր մեջ սիրում եմ, որ ինքը բարի է, ազնիվ է, շատ ընկերասեր է։ Ապրեք երեխեք, ձեր ընկերությունը ամուր կպահեք։ Մեզ շատ։ Մինչև կյանքի վերջ կլինեք հավատարիմ ընկերներ։ Այո։ Հիմա ո՞ր ես գնում։ Ես անգլերենի։ Պարապմունքի։ Այո։ Բա ինչ ես որոշել անգլերեն պարապես։ Որովհետև համակարգչային եմ ուզում։ Հա, ապագայի հանդեպ մեծ ծրագրեր ունես։ Այո։ Արևիկ, ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ մեր խանութի անունը կոչել եմ Արև։ Ապրես, բայց սա ընդամենը կատակ է, իրականում սա իմ խանութն է, որը ես եմ հիմնադրել արձականում, բնակիչներ ջան կգաք ինչքան ուզում եք, պարտքով կվերցնեք։ Հա? Հա, ուշադիր։ Ուշադիր։ Ինքը իմ մայրիկն է, իր անունը Անուշիկ է, Անուշիկ Հարությունյան է, ինչ ես ըմել։ Սա բիզնես վումեն է ինքը։ Ինքը հարուստ է, խանութի տնօրեն է, ու մենք խանութ ենք բացել, որ կոչել ենք Արև մարկետ ձեր անունով։ Եվ մենք երազել ենք, որ դուք գաք եւ մեր խանութ մտնեք։ Եկա մտա։ Լրիվ քո ուզածով է, անեք։ Մոնիկան էլ է ասում։ Երեխաներն են, չէ։ Այո, մեր Նայրային բալիկներն։ արդեն գիտենք, Հայրանը Մոնիկան է, Անդրանիկն է։ Անդրանիկն է։ Սաղ էլ իմ երեխեքն են ստեղ։ Դպրոցին մոտ ենք աշխատում, բոլորն էլ իմ բալիկներն են։ Հա, սա էլ դպրոցն է։ Այո, մի քիչ բարձրանում ենք դպրոց պարտեզ ստեղ է։ Իսկ մանկապարտեզը ինչ վիճակում է։ Լավ վիճակում չէ։ Հնացավ որ ռեմոնտի կարիք գիտեմ որ կա։ Հա։ Դե արդեն զբաղվում է տնօրենությունը։ Ահա։ Քաղաքապետարանի հետ միասին։ Իսկ դպրոցը ինչ վիճակում է։ Դպրոցը չեմ հետաքրքրվել, բայց ինչը որ պետք է տնօրենությունը զբաղվում է այդ հարցերով։ Մենք ոնց որ այդտեղ չկանք էլի։ Ձեր կյանքը ո՞նց է անցնում գյուղում ամբողջ օրը Շատ լավ աշխատանքով տարված։ Չէ, տան գործերով, աշխատանքներով, զբոսանքներով, այտենց Երեք երեխա եք մեծացնում։ Ահա։ Իսկ գյուղում ինչ է պետք, որ երեխաների մանկությունը ու երիտասարդների կյանքը ավելի լավ անցնի։ Ավելի երևի խաղահրապարակներ, սպորտային մարզ, որ մարզվում են, այտենց հետաքրքիր տեղեր, որ ջահելությունները ոչ թե ստեղ ման գան, այլ գնան ֆիզկուլտուրայով զբաղվեն, էլի, որ ավելի լավ ֆիզիկական բան ունենան, ֆորմա ունենան, դա շատ պակաս է գյուղին։ Տեսեք, գյուղը գտնվում է Աղվերանի շատ մոտ։ Այո։ Ու տուրիստներ շատ են, չէ՞ գալիս Շատ, այո, շատ։ Տարբեր երկրներից։ Որտեղից եք հարս եկել։ Ես Մոսկվայից եմ հարս եկել։ Շատ հավես տեղ է, այնց որ ապրելու համար լավ է։ Շատ, ամեն ինչը կա,
Գազը կա, ջուրը կա, լույսը կա, ամեն ինչը։ Բայց այսօր ոնց որ լույս չունեք։ Չունենք, հա, դետից զգուշացրել են։ Տվել են, լույսը արդեն եկել է։ Հա։ Մաքսիմալ ասում են մինչև 4-ը չի լինի, բայց տվել են, կա։ Գոհեմ, չեմ փոշմանը, որ ստեղ հարսը եկել։ Ամեն ինչը համը մարդու ձեռքերում է։ Լուբոյ տեղել կարա լավն էլ լինի, վատն էլ լինի, դու պետք է ստեղծես քո լավը։ Բայց ապրեք, որ այստեղ աշխատատեղ եք հիմնել, աշխատում եք, պարապ չեք նստում։ Չէ, պարապ չենք նստում։ Չեք ասում երեխաներին պահում եմ հերիքա էլի։ Չէ, պետք է։ Հիմա այն դառնա, որ մենակ բանո երեխեքին պահելով չի, պետք է իրանց ապագայի մասն էլ մտածես, աշխատես, շատ կարևոր է։ Նույնիսկ որ գյուղացիներն աղվերանում աշխատում են, Չարենցավան, Երևան, Ես չի կտրված չի ոչ մի։ Բա ո՞նց է կապը պահում Երևանի հետ։ Տաքսիներով, չերես Չարենցավան են գնում Երևան, այնց ուղիղ տրանսպորտ չկա, մինչև Երևան տանը։ Դե որ ինձ այդ ուղին պետք չի, 1000-ից մեկա պետք գալիս, այդ տաքսիով գնում ենք։ Շատ մարդ է գնում գյուղից Երևան, որ տաքսի հնարավորություն չունի, տրանսպորտ լինի շատ լավ կլինի։ Կոչ անենք, որ մեզի խաղարապարակ անեն, բաց են երեխեքի համար, շատ կարևոր է։ Մեկ էլ որ տրանսպորտ լինի։ Դեպի Երևան գնացող։ Այո։ Թե չէ Չարենցավան ունենք։ Չարենցավանի հետ կապը ունենք, այո։ Դեպի Երևան։ Այո։ Տվեք տրանսպորտ արձականից դեպի Երևան գնացող։ Ողջույն։ Բարև ձեզ։ Դու արձականից ես։ Այո։ Ոնց դիմեմ քեզ։ Յուրա։ Դու Յուրան ես։ Ինձ ճանաչում ես։ Իմ անուն գիտես։ Արևիկ։ Վայ, ինքան լավ ժողովուրդ, էլ չեմ ներկայանում ես։ Բոլորը ինձ գիտեն։ Յուրա ջան, այսպեսի մի հարց ունեմ։ Դուք ոնց եք Չարենցավան քաղաքի հետ կապը պահում։ Մենք տրանսպորտով ենք գնում, 62 համարը գնում է Չարենցավան։ Ահա, իսկ դեպի Երևան գնացող տրանսպորտ ունեք։ Ահա, գնում է 275 համարը Չարենցավանից միանգամից Երևան։ Չէ, գյուղից նկատի ունեմ։ Չէ, չունենք։ Գյուղից դեպի Երևան։ Չունենք։ Դա լավ չի։ Հիմա կարդանք, թե ինչ է գրված այս հուշարձանի վրա։ Հայրենական մեծ պատերազմում հերոսաբար զոհված արձականցի մարտիկների հիշատակին։ Խորին երախտագիտություն համագյուղացիներից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ մերսի, դուք լավ լինեք, շատ լավ ենք։ Ինչ կա չկա արձականում։ Արձականում ամենալավ բաները արձականում է։ Օրինակ։ Օրինակ, հանգստյան գոտի մեր լավ է հանգստյան տեղերը։ Մաքուր օդ, կանաչ խոտ։ Այո։ Սիրուն բնություն։ Այո, ես Արձակյան ծնվել մեծացել եմ ու շատ գոհ եմ, որ այստեղ ենք ծնվել, մեր ծնողները, ու մենք էլ շարունակում ենք։ Բա ուր եք հիմա գնում։ Հիմա այդում եմ բժնի։ Բջնի։ Մայրիկս էլ բժնեցի է, քերիս է։ Ձեր քերին է հարազատ։ Այո, հարազատ քերիս է, նման չի։ Անունը ի՞նչ է։ Վիգեն։ Ոնց որ ձեր աղբերը լինի։ Շատ երիտասարդ է։ Ինքինս է։ Ձեր կինն է։ Հա, բարև ձեզ։ Բջնի ո՞ւր է։ Ամեցեք բժնի էլ, հլի խնդիր։ Շատ եք սիրում բջնի։ Իմ ամենասիրած գյուղն է բջնին դարձել։ Արձակյան բժնի, այո։ Հա։ Ամեցեք։ Շտապում ենք, թե չէ կարանք հրավիրենք տուն, ձեզ մի հատ փան խմեք, մի բաժակ սառը ջուր խմեք։ Շնորհակալ եմ շատ։ Ամեցեք։ Մի ուրիշ անգամ կգանք։ Մոնիկա, դու քանի տարեկան ես։ Ես 8 տարեկան եմ։ Ինչով ես բա գյուղում զբաղվում։ Ես զբաղվում եմ, գնում եմ դպրոց, դաս եմ անում, սովորում եմ։ Խմբակի հաճախում ես։ Հա։ Ինչ ես սովորում։ Գնում եմ դաշնամուրի, նվագում եմ ֆլետայի, բարի։ Խմբակը որտեղ է գործում։ Արձականի միջնական արվեստի դպրոցում։ Արվեստի դպրոց էլ փաստորեն ունեք։ Մոնիկա, բա դու ինչ երազանք ունես։ Ես երազում եմ, որ լավ սովորեմ, շատ լավ բաներ իմանամ։ Լավ աղջիկ դառնաս քո ծնողների համար, հա? Որ արդեն մեծանաս, մեծ աղջիկ դառնաս ու գա քո ամուսնանալու ժամանակը։ Քո փեսացում որտեղից կցանկանաս որ լինի, գյուղից թե քաղաքից։ Գյուղից։ Ինչու։ Որտեղ ես սիրում եմ այդպես տղաներ։ Գյուղի տղաների սիրում ես, բա քաղաքի տղաների։ Չես սիրում։ Հա, ուզում ես արձականում ամուսնանաս, որ ամբողջ կյանքդ արձականում ապրես։ Հասկացա ես քեզ։
Ապրես։ Սա քեզ։ Վայ, ապրես դու։ Հեսա կիսենք աշոտի է տուտենք։ Բարև ձեզ, ես Արսենն եմ Խլղայցյան, Արձական գյուղի բնակիչ, ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ, որ հյուրընկալել եք մեզ, ես իմ հայրական տունն է, այստեղ ծնվել եմ, մեծացել, հիմա բնակվում եմ ուրիշտեղ, բայց ունենք այստեղ մի հետաքրքիր նաև գողտրիկ են ոնց որ լողավազաններ, տակջուր է, Արձականի հարստությունն է սա, որը մարդիկ գալիս են, բուժվելու, չգիտեմ, առողջանալու, ահագին բաներ կապում են դրա հետ, տուրիստների մեջ հոսք է նկատվում, այսինքն լողանալով մարդը կարող է օգտվել նաև մեր գյուղացիների բերք ու բարիքից, անասնապահությամբ զբաղվողներից կաթմացում, պանիր։ Մի խոսքով այդ ամեն մեկը մեկի նպաստում է, ամեն մեկի բիզնեսը փոքրիկ ինչ-որ մի զարգացում է ապրում, որը ողջունելի է։ Ինքը հայտնի է որպես տակջուր Արձական։ Մենք էլ եկել ենք Մշից, այսինքն այստեղ մարդիկ երկար տարի բնակվել են, ունենք եկեղեցիներ, ու անտառներում կան, այտենց որը վերանորոգման կարիք ունի, տուրիզմի հոսքը ավելի լավ ապահովելու են մարդկանց հասանելիության, բայց ունենք հանգստյան գոտիներ։ Ահագին ինքը Աղվերանը հայտնի է։ Հայտնի է երկար տարիներ այդ սովետական դեռևս ժամանակներից որպես հանգստավար, նաև մեր երիտասարդները ձգտել են սովորել անպայման, ավարտել համալսարան, չգիտեմ, բարձրագույն կրթություն ստանալ, դա ողջունելի է։ Դա գալիս է մարդիկ, որ շփվում են դրսի մարդկանց հետ, փորձում են իրենք էլ նույն առօրյայով, գյուղական կյանքով չեն ապրել, փորձել են զարգանալ ու որը ստացվել է մեր գյուղը տարբեր մշակ գյուղերից։ Եվ իրականում ձեր հաղորդման շնորհիվ հնարավոր է տուրիզմի, չգիտեմ, մարդկանցով գալ ծանոթանալ այստեղի, չգիտեմ, հարստությունից, օգտվել մեր բարիքներից։ Բարով Շնորհակալ ենք շատ։ Խմում ենք Արձականի ու արձականցիների կենացը։ Այո, խմենք մեր գյուղի Արձականի կենացը, արձականցիների կենացը։ Մեր ժողովուրդը հյուրասեր ժողովուրդ են, հյուրընկալ, հա։ Մարդիկ չգիտեմ պատրաստական են, եթե մարդը կանգնում է սովորական մի բան հարցնելու, սիրով պատասխանում են եւ փորձում են հնարավորինս օգտակար լինել։ Մեր գյուղի կենացը, մեր ժողովրդի կենացը, նաև ձեր կենացը որպես հյուր, մեզ հաճախակի եկեք։ Այո, շնորհակալ ենք։ Աշոտ, ուզում եմ ջրի տաքությունը սուգեմ։ Ասում են, որ երկի տակից տակ ջուր է գալի, ժողովուրդ։ Չեմ հավատում։ Որ ինքն է ջրի մեջ։ Լողանաս։ Շատի տուներ կհավատ հետատվածը, բայց պետք չի։ Երմանա։ Հա, բտակ ջուր է։ Որ այսպես եղում, հա։ Հա։ Ձմեռը ավելի տաք է։ Հրաշ, ժողովուրդ, հրաշ։ Արձականը հայտնի է իր բուժիչ տաքանքային ջրերով, սա կոնկրետ միրաժ տաքջուրն է, ջուրը դուրս է գալիս մոտ 300 մետր խորությունից, իր հոտը ու այդ գույնը ընդհանուր պայմանավորված է իր մեջ այդ գազերով, ինքը ընդհանուր առմամբ առողջարար ջուր է, որը բուժում է մի շարք հիվանդություններ, օրինակ հոդացավերի բուժում, ցավերի մեղմացում եւ շնչառության բարելավում, արյան շրջանառության բարելավում, շնչառության թեթևացում, նյարդային համակարգի վերականգնում, ինչպես նաեւ մաշկի եւ ընդհանուր տեքստի առողջություն եւ պահպանումը իր մեջ ներառում։ Ջուրը 42 աշճան է։ Միրաժ տաքջուրն էլ հանդիսանում է ընտանեկան հանգստի գոտի, որտեղ գալիս են ընտանիքներով ժամանակ անցկացնելու։ Շատ շնորհակալ ենք հյուրասիրության համար։ Դուք ապացուցեցիք, որ արձականցին հյուրասեր է, բարի է։ Արել ջան, մենք ենք շնորհակալ մեզ հյուրընկալելու համար եւ ես ունեմ մի քանի խոսք, ասենք մեր հանրությանը, մեր հայ ժողովրդին կողնախ բոլորին ցանկանում եմ առողջություն, հաջողություն, խաղաղություն, չգիտեմ, բոլորը լավատես լինեն ու փորձենք մեր երկիրը ամեն մեկը իր չափով շենացնել։ Եկեք մտածենք, որ մեր երկիրն է, ապրում ենք այստեղ եւ պետքա փորձենք ներսի ամեն ինչը զարգացնենք ու դրա հետ կապված ես կոչ եմ անում օրինակ մեր հայ ժողովրդին, օրինակ հիմա բանը մեր մոտ Աղվերան հետ ունենք հանգստյան տներ, հանգստյան գոտիներ, այս պահին օրինակ մի քանի տարի առաջ անցնում էր ավտոբուսները ճանապարհներին շարված, տեղ չկար, բոլորի մոտ երուզեր էր,
խորոված ծուխ էր բարձրանում, խորովածի հոտը ամբողջ ձոր է, էլի։ Հիմա շատ пассив է, որը ես չգիտեմ, շատ վատ է դա անդրադառնում ընդհանուր բիզնեսի վրա։ Ես կոչ կանեմ մեր ժողովրդին, օրինակ գնում են, հա, Եգիպտոս, հա, ամենտեղ էլ կարելի է գնալ Եվրոպաներ, բայց ոչ թե ստանդարտ, հավաքել մի փոքր գումար, գնալ Վրաստան, գնալ Եգիպտոս, չգիտեմ, այդ գումարը հանել դուրս, բայց ներսի բիզնեսը, ներսի տուրիզմը չզարգանա։ Մենք միայն նստենք եւ սպասենք դրսից, որ պետքա, չգիտեմ, ռուսներ գան, եվրոպացիներ գան, չէ, մեր ժողովուրդը թողա օգտվի մեր բարեկներից։ Ունենք անտառներ գեղեցիկ, ունենք Սարում լիճ ունենք, որը ելնի հայտնի է, մարդիկ գալիս են, մի քիչ չգիտեմ, ճանապարհները ոնց որ ամենագնացներն են գնում, ձիերով են արշավներ անում այնտեղ, բայց հետարքիր բաներ, ունենք ձիարշավարան, մարդիկ կարող են գալ ձի քշել, ունենք տակջրեր, մի քանիսն են գյուղում, որ մարդիկ կարող են գալ, օգտվեն, բուժվել, չգիտեմ, իրեն ժամանցը, կարող են գալ մարդիկ մնալով հանգստյան տներում իջնել, շփվել ժողովրդի առօրյան գյուղական կյանքին։ Մի փոքր ճիշտ է, մեզ մոտ пассив հանգիստ է այդ առումով, բայց ունենք հետագայում պլանավորվում են հեռանկարային ակտիվ հանգստի հետ կապված ծրագրեր կան, որը ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց հուսով եմ կիրականանա եւ ավելի կակտիվանա մեր ծորը։ Պարզապես կոչ եմ անում, որ ձեր մարկանց շնորհիվ դուք օրինակ գալիս եք գյուղերում, չէ, ամեն մեկը ինչ ունի, ինչ հարստություն, ինչ կարա առաջարկիր, չգիտեմ, Երևանի բնակիչներին, մյուս մարզի, մենք մի փոքր ինչքանով կարողացանք ձեզ ներկայացրեցինք։ Ունենք 13-րդ դարի եկեղեցի, Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը համայնքը իր ուժերով ասֆալտ արել է միջև եկեղեցի սպայի անցած տարի արել։ Ձեզ իրոք շնորհակալ ենք, որ դուք ինչքանով կարողանում եք, օգնում եք ու ճանաչում բերում մեր նման գյուղերը, չգիտեմ, մեր այս տարածաշրջանը։ Շնորհակալ ենք ձեզանից։ Սիրելի հայրենակիցներ, արձականում բազմաթիվ եկեղեցիներ ու մատուրներ ունենք, բայց ժամանակի առումով կարողացանք միայն այցելել Նեղուցի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որը մեզ է հասել 10-ից 12-րդ դարերից։ Արձականցիների անունից խնդրում եմ քեզ, բարերար, եթե ուզում ես, որ քո անունը հավերժ հիշեն, ապա օգնիր, որ վերանորոգեն այս հրաշքը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Շատ եմ խնդրում։ Ազնվությամբ ես ավելի շատ սիրում եմ մեր հնությունները, հին վանքերն ու եկեղեցիները, քան նորակառույցները։ Խնդրում եմ, եկեք բոլորով հավաքվենք, օգնենք, որ վերակառուցվի այս թանկագին պատմամշակութային վայրը։ Էլեն, արի այս կիսավեր եկեղեցում մեր աղոթքը բարձրացնենք։ Օրինակ ես երբ մոմ եմ վառում, Աստծուց խնդրում եմ, որ ինձ տա ուժ, համբերություն, հավատք, եռանդ։ Նյութական ոչ մի բան չեմ խնդրում։ Հոգևոր արժեքներ եմ խնդրում Աստծուց, իսկ դու։ Ես խնդրում եմ, որ մայրիկս առողջերն են։ Ապրես, շատ ապրես։ Հիմա կգաս միասին մեր աղոթքը բարձրացնենք։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցին կամ քո, որպես հերկինս և հերկրինք, ըսած մեր հանապազորդ, տուր մեզ այսօր։ Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ խաղողորներքի տոնի օրը արձականցիները ուխտ են անում դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման այցելեք, վայելեք այս հրաշալի բնությունը եւ այս հրաշք եկեղեցին։ Չեք հավատա ինչքան մեծ ուժ կա այս եկեղեցում։ Եկեք մոմ վառեք, աղոթք արեք եւ ձեր ձայնը անպայման կհասնի Աստծուն։
Բարև հայք։ Արսես։ Ոնց ես։ Լավ։ Ոնց են գործերը։ Նորմալ էլի։ Ինչ կա չկա։ Սենց սաղորը։ Սաղորը ինչ ես անում։ Հələ ասա տեսնեմ։ Մենոնց եմ օգնում։ Ապրես դու։ Քանի տարեկան ես։ 13։ Գիտես հերվից տեսա քո աշխատանքը, ու ասացի, այստեղ ստոպ կանգնեք, պետք է մենք այս երեխային անպայման նկարենք։ Գիտես քո աշխատանքը ինչքան գովելի է։ Շատ եմ հպարտանում ես քո տեսակի տղաներով։ Դեռ ես չօգնեմ, բաղ օգնի, պապաս գործի, պապիս էլ մենակ օգնում որ շուտ բրծնենք։ Շատ լավ ես անում։ Քո ամառային հանգիստը վայելելու փոխարեն դու օգնում ես քո ընտանիքի անդամներին։ Հայք, հələ մի քիչ քո մասին պատմիր ինձ։ Դե որ դաս եմ գնում, այնտեղ լավ չեմ սովորում, միջին սովորող եմ, էլի։ Դասերս վերջացնում եմ, գնում եմ բան։ Արվեստի դպրոց դհոլից գործերով հիմնական խորացել եմ դհոլովս ես։ Տենց որոշել եմ թամ։ Ինչ չի անում։ Տմբլակ չի խաղում։ Տմբլակ ունես։ Հա, ունեմ։ Համ դհոլ ունես, համ տմբլակ ունես։ Բա դու ինչ ես անում։ Ինքը լավ ձեն ունի, կարող է երկի։ Իա։ Պետք է այս տարի գալիս է Երգ ես դպրոց։ գնալու։ Խանունը ի՞նչ է։ Համլետ։ Որը երգ ես մեզ համար։ Պոպով ջիվանի։ Որը։ Պոպով ջիվանի։ Դե արի երգի, արի։ Արի սկո։ Հոп ջիվանի, սև աշկերով միայնի, հոп ջիվանի, ես տղան ցավը տանի, սիրուն աղջիկ իմ սիրած, ակուզ մաչած դու նստած, սիրուն աղջիկ իմ սիրած, ակուզ մաչած դու նստած, այր ամպույրը տառնեմ, այդ ամպուրով ես մեռնեմ, այր ամպույրը տառնեմ, այդ ամպուրով ես մեռնեմ, հոп ջիվանի, սև աշկերով միայնի, հոп ջիվանի, ես տղան ցավը տանի։ Վայ, քո ազգանունը ի՞նչ է։ Երանոսյան։ Հիշեք Համլետ Երանոսյան անուն ազգանունը, նա առաջիկայում մեծ բեմեր է դեռ նվաճելու։ Հələ արի տեսնեմ քո սիրած աղջկա անունը ի՞նչ է։ Սոֆի։ Ինչ։ Սոֆի։ Սոֆի։ Սոֆին որտեղից է։ Իմ պարտեզից։ Քո պարտեզից է, վայ։ Ասում ես սիրահարվել է Սոֆի։ Ավարտել եմ, բայց։ Հա։ Դպրոց եք միասին գնալու։ Մենակ Սոֆին է դուրդ գալիս։ Ուրիշ աղջիկներ չկան։ Կան, բայց չեմ սիրում։ Չես սիրում իրանց։ Բա Սոֆին ինչ ես նվիրել։ Հա ոչ մի բան։ Դեռ ոչ մի բան։ Այդտեղ դոկտոր կնվիրեմ։ Ինչ ես նվիրելու։ Ծաղիկ։ Հա։ Իսկ Սոֆին գիտի քո սիրո մասին։ Ահա։ Գիտի։ Ինչա պատասխանել քեզ։ Դեռ ոչ մի խաղում։ Հա։ Բայց դեռ քեզ պատասխան չի տվել։ Ամեն դեպքում կպայքարես քո սիրո համար, լավ։ Հենց որ Սոֆին ասի չէ, կգնաս ամեն երեկո պատուհանի տակ սերենադ կերքես։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոչինչ։ Ձեր անունը ի՞նչ է։ Իմ անունը Քնարիկա։ Կյանքը ոնց է անցնում արձականում։ Հա, տենց։ Հա։ Կյանքը հեշտ լավ էլ չի անցնում։ Ինչի այդ ատի։ Գիտես իմ աղջիկ։ Հիվանդությունները շատ է։ Քանի տարեկան եք։ Ես 82 եմ, ես համատնում եմ 83-ի մեջ։ Ինչով եք զբաղվում, վայ։ Վայ, ապրես դու պուչուր։ Եկեք սա նվիրեմ ձեզ։ Իմ աղջիկ, ես երեք ես եմ տվել իրան, պահի քեզ։ Պետք է ես էլի կտամ։ Հարևանությունը ինչպես եք պահպանում այստեղ։ Մեկը մյուսի տուն գնում եք։ Շատ լավ հարևանությունը։ Մեկը մեկի նեղությանը հասնում են, մեկը մեկի հենց լսում ենք մեկի երեխեն հիվանդավազում ենք, մեկի տունը ուրախությունավազում ենք։ Տատի ջան, արձականում ինչի պակաս ունեք։ Դե ես ինչ եմ անում, արձականում ամեքը մի ձևի ապրում են իմ աղջիկ։ Մեկը շատ անասունապանծրանով ազբաղվում, մեկը հողամասամշակ եմ, մեր քանի տեղ խանութներ կա, փարկասու, ամեն ինչ կա, ջահելներն աշխատում են, պարավները թոշակ են ստանում լավից վատից, վարչապետները մի քիչ ավելացնում է, բայց ավելացնում այն աղջիկ շատ հանգացնում ապրանքը, հասարակ մի ձև եղածն ինչ է, որ հասարակ մի տուն 100 դրամ, իսկ 100 դրամ աշխատելն այդքան էլ հեշտ չի,
Այդենց էլ են ձայնագրեք, թե մեր վարչապետը լսավոր տենց, մի քիչ էլ միշտ ասում է, ավելացնում ենք ծոշակները, 5 անգամ ավելացել ենք, լավ է արև, Փաշինյան ջան, բայց 5 անգամ էլ ապրանքը թանկացրել ես։ Համաձայն եմ ձեզ հետ, ձեր խոսքը անպայման տեղ կհասնի, էժանացրեք ապրանքները, թանկացնելու փոխարեն։ Հա, բա, միա ձուն 90 դրամ, 100 դրամ, այն ժամանակ 40 դրամով առնում էինք։ Բա ինչ, առաջ ցանել ենք մեքենաներով, հացահատիկը բերել ենք, հացի նեղություն էլ չենք քաշել, հիմա մեծ կան տոպրակալ վրա 6000 դրամ, պետք է աշխատես, հետ էլ բերես 2 անգամ, թխում ես, պրտնում է։ Ուղղակի ուզում եմ ասեմ, ամեն չէ թանկա։ Էլի կգանք արձական, էլի կշփվենք, էլի կբարձրացնենք խնդիրները։ Հերիքա։ Հերիքա, բավարարվենք, ոչ, չենք բավարարվի։ Սիրելիներս, Հայկը ցանկանում է ցույց տալ իր տաղանդը եւ իր կատարումը նվիրում է իմ դասղե գար Սամվելովնային։ Այո, խնդրում եմ, սեպտեմբերից Հայկին լավ աչքով կնայեք։ Չկարողացա անտարբեր անցնել գյուղում գտնվող Սուրբ Թադեոս եկեղեցու կողքով, որը մեզ է հասել 17-ից 18-րդ դարերից։ Բնակիչներից մեկը ինձ ասում է, որ եկեղեցին հիմա վերանորոգում են, բայց այդ բարերարը ֆինանսական աջակցության կարիք ունի։ Խնդրում եմ, եկեք մասնակիցը դառնանք այս աստվածահաճո գործին։ Եկեղեցու հարևանությամբ ապրում է տիկին Նարինեն, ով պահպանում է այս սրբատեղին։ Սիրելիներս, նա ասում է, որ ժամանակին եկեղեցին վերածել էին պահեստի։ Այստեղ պահեստավորում էին խնձոր, ցորեն, գարի, ինչը որ այդ ժամանակ մշակում էին արձականում։ Հիմա էլ եմ խնդրում, օգնեք, որ այս պատմամշակութային վայրը վերանորոգվի, վերակառուցվի, որպեսզի մենք մեր պատմությունը երբեք չմոռանանք։ Տիկին Հեղինե, ո՞նց է մեր Արտյոմը։ Լավ, ոչինչ, այս պահին գտնվում է հիվանդանոցում, բայց փառք Աստծո, լավ մարդկանց շնորհիվ ոտքի վրա է, ինքն իրան գոյատևելով, ինքն իրան պահելով, կամքի ուժ ունենալով, աղոթելով, Աստծուն փառք տալով, մեր Արտյոմը ոտքի վրա է։ Շնորհակալ եմ Արևիկ ջան, որ եկել եք մեր գյուղը, մեր ժողովրդին նկարահանել եք, հանդիպել եք մեզ, չեք մոռացել, ես շատ շնորհակալ եմ։ Բացեք հաղորդումը նայեք, ասեք Արևիկը եկել է թակուն մեր գյուղ, ու ինչ չի ասել։ Մեր տուն չի եկել այդ աղջիկը, Արևիկ դու քո հալը կտենաս։ Չէ, ես չէի կասկածում, որ դու գայիր մեր գյուղ ու չհանդիպեիր։ Ասեմ, որ տիկին Հեղինե Ջրաշենի աղջիկ է, Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղից է, Արձական, Հարսե քանի տարի։ 36 տարի։ 36 տարի, արձականցի էլի։ Այո։ Ստաժավոր։ Ստաժավոր արձականցի։ Կյանքի մեծ մասը արդեն արձական ունենք։ Տիկին Հեղինե, արձական եք, չէ՞ ավելի շատ ասում, քան արձական։ Ոչ, ես եկած օրվանից էլ արձական։ Հա։ Արձական։ Բայց կան մարդիկ, չէ՞, որ մինչև արձակյան են ասում։ Հա, դե ամեն մեկը իր ձևով է։ Բայց մենք լավ գյուղ է ձեր գյուղը։ Մենք սիրում ենք մեր արձականը, մեր գյուղը։ Տիկին Հեղինե, արձականը ինչով է հայտնի։ Խնձորով։ Արձականը։ Ասում են որ խնձորով, մալինայով, ինչու՞ չէ, ժողովուրդը աշխատում են, կան շատ մալինայի դաշտեր։ Փառք Աստծո, բոլորն էլ աշխատում են, չկա տենց ընտանիք, որ աշխատող չունի։ Թե դաշտերում, թե հանգստյան գոտիներում։
բոլորն էլ աշխատում են, ապրում են իրանց քրտինքով, այգիներն են մշակում, կան աշխատավայրեր շատ կան։ Իսկ այստեղ բարբառով խոսում են, թե չէ։ Դե ամեն մեկը Արևիկ ջան, ամեն մեկը մի տեղից է եկել, մի մարզից է եկել, չես կարա իր ակցենտ, իր լեզուն փոխես։ Տիկին Հեղին է, ում կցանկանաք բարևել, ձեր քույրիկին տանիքին բարևեք, այն Ռուստամին բարևեք։ Ռուստամ, ականջդ կանչի։ Բոլոր քույրիկներիս են բարևում, ոչ թե միայն 7 քույր ենք, մի եղբայր բոլորին Արզականից։ Մեծ գյուղ Արզականը։ Այո, մոտ 3000 բնակիչ կա այստեղ։ Եկեղեցիները կան, Երկու եկեղեցի ենք հասցրել այցելել։ Կուլտուրայի տունը կա, որ գործում է ու շատ երեխեք կան, որ հաճախում են։ Անպայման։ Լավ համերգներ են տալիս, լավ նկարչություն, լավ մասնագետներ կան, շատերը կան։ Սենց ասած հետամնաց գյուղ չէ, էլի, զարգացած, ուզում է զարգանա, հա, կան։ Տեսանք, որ ճանապարհները ասֆալտապատում եք։ Հա, ջուր են քաշում, խմելու ջուր, այո։ Հնարավոր է, որ ջուրը ժամով չլինի, 24 ժամյա լինի։ Հա, այդ ձևով են։ Բայց հիմա ժամով է, չէ՞ ջուրը։ Ժամով են տալիս, էլի չեն բողոքում։ Առավոտ իրիկուն տալիս են, ժողովուրդը օգտվում են ջրից։ Դե այս փողոցները դեռ վերականգնողական այդ վիճակում է, թող էդ էլ բան կանեն։ Դեկտեմբեր ամսին երևի արդեն մեր իսկական ջուրը կունենանք։ Հա, թող 24 ժամյա լինի։ Աստված տա։ Աստված տա, էդ էլ առաջ խաղացում է, ուրախ ենք։ Տրանսպորտի մասին պետք է խոսել, ամենակարևորը։ Էդի ցավոտ թեմա է, Արևիկ ջան, տրանսպորտ Երևանի հետ կապը չկա, ոչ մի ձևի։ Հիմա տեսեք, Արտյոմ հիվանդանոցում պարկած։ Հա, ես բարձրանում եմ, ասենք տնից ես գնում եմ Չարենցավանից հերացիից գնում եմ Օրբելի։ Թեկուզ մի ուրիշ հիվանդանոց էլի նույն ձևով եմ գնում, ամեն անգամ չի որ տան մեքենան պետք է իմ համար ծառայի։ Իսկ որ տրանսպորտ լինի, կանգառները կա, ես կանգառից կնստեմ կգնամ։ Հոգ իմանանք, որ բայց այդ 5 ուղերձ կար Երևան բժնիցու գյուղից չկա հիմա։ Բայց թե պատճառը ինչ էր, ինչի համար չգիտեմ։ Ոչ, լավ էլ օգտվում են։ Չէ որ գյուղացի են, շուկա են գնում, շուկայից են օգտվում, բերքը ուզում են տանեն, ծախեն, ո՞նց անեն։ Չունեն հնարավորություն։ Տունել կա, մեքենա չկա։ Ձեր պատրաստած ակրոշկան է, չէ։ Այո։ Ես չեմ լինի, որ չփորձեմ։ Պարոն Գևորգը ձեր ամուսինն է։ Այո։ Գոհեք Տիկին Հեղինից։ Ոնց գոչեմ։ Լավ հարցնություն անում։ Անտեր, պակաստեղ չկա։ Աշկիս ձեր գյուղի խոսքն է էդի, պակաստեղ չկան, հա։ Բացին մեզից էլի մարդատեսան ասել։ Նոյ, ինչ է։ Նոյ մարկետ։ Նուրի ջան։ Հա, Նուրի պապի։ Մեր Արևանի զաներն է, այս մեր Արևանի hanerն է։ Որտեղ գնում են ժողովուրդ, սուպրա սեղան են բացում մեր առաջ։ Մեր գյուղացիքը տենց։ Հյուրասեր ժողովուրդ են, աստվող ժողովուրդ են։ Այս ձևով մենք։ Ակրոշկայով։ Ակրոշկայով։ Хорошо. Ախպեր նախ որ այսպեսի ակրոշկա չի կա է։ Բա։ Հիմա փորձենք Տիկին Հեղինեի սարկածը, եթե լավը եղավ։ Շատ հավա։ Հա։ Ամբողջ հայ ժողովրդին վերցնելու եմ, գանք այստեղ ակրոշկա խմենք։ Պրոբլեմ չկա։ Բացա մեծ սիրով։ 3 միլիոնից ավել ժողովուրդով գալու ենք։ Եկեք։ Սիրով կսպասենք, երբ Մեր սիրտը մաքուր է, մեր սիրտը բաց է, մեր դուռը միշտ էլ բաց է։ Մենք գիշեր քնելուց է դուռը չենք փակում։ Տենց մի ասեք։ Մենք վախենալու բան չունենք, կորցնելու էլ բան չունենք։ Ինչ ունենք էսա մեր ունեցվածքը։ Մեր հնարավորությունը։ Այո։ Ով ինչ անի, իրեն կանի։ Դրա համար բոլորի աշխատածը հալալ լինի։ Այո, շատ համով է, շատ։ Տիկին Հեղինե, գյուղում որ ինտերնետ կապից եք օգտվում։ Էդնետ, գոհենք։ Ինչի համար եք հարցնում։ Գոհենք, իրոք գոհենք, օգտվում ենք ու երկար ժամանակ։ Էֆնետը մեր հովանավորն է։ Հա, չգիտեի, բայց ես ճիշտ եմ ասում, որ օգտվում ենք Էֆնետից ու գոհենք։ Ապրեք դուք։ Էֆնետի շնորհիվ մեր արևանությունն էլ, արևաներն էլ օգտվում են այդ նույն
Հա։ Կապից, այո։ Էվնետը տեսախցիկներ ունի, կարող եք տեղադրել բակում ու ընդհանրապես դուռն էլ չփակել տան դուռել։ Մենք շեշտեներ չենք փակում մեր տան դուռը։ Պետք լինի կօգտվենք։ Այո։ Ապրեք, որ զգուշացնում եք։ Հենց բողոքներ ունենաք, զանգեք 8988, արա կգան, հարցերը կլուծեն։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 25-ին ես ու Աշոտը մի քանի ժամ անցկացրեցինք Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի արձական բնակավայրում, որտեղ ապրում է մոտ 3000 բնակիչ։ Ասեմ ձեզ, որ մի քանի ժամը շատ քիչ է ամբողջ բնակավայրը բացահայտելու համար։ Սա ընդամենը ծանոթություն էր, հուսով եմ էլի կհանդիպենք, առաջին ու վերջին այցը չէր, ես զգացի, որ արձականում մեզ սպասում են, շատ շնորհակալ ենք նման ընդունելության համար, ես ձեզ շատ սիրում եմ Կոտայքի մարզի բնակիչներ, հատկապես արձականցիներ ջան ձեզ, ու էլի են գալու, մեզ նորից սպասեք, սիրահարվելու գյուղն եք, ես հիմա եմ հասկանում, թե այդ արտավազդ արքան ինչի համար էստեղ կառուցեց իր ամառանոցը։ Բահարուս չլինեինք, մենք էլ էստեղ մի հատ ամառանոց կառուցեինք, Աշոտ, հեն ինչ կասես, հենց էստեղ, հենց եկեղեցու մոտակայքում։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս, անպայման այցելեք արձական, հիացեք մեր չքնաղ Հայաստանի բնակավայրերով ու եկեք միասին թև ու թիկունք լինենք, մեր գյուղերը զարգացնենք, տանենք առաջ, որովհետև գյուղերում պետք է միշտ կյանք լինի, երիտասարդները հավեսով ապրեն իրենց տներում, չարտագաղթեն աշխատանքի համար ու միասին շենացնենք մեր երկիրը։ Հիշեցնեմ, մեր հաղորդաշարի հովանավորն է Էվնետ Տելեկոմ ընկերությունը, որը հասանելի է արձականում, օգտվեք աշխարհի ամենաընտանեկան կապից, որովհետև Էվնետը ունի ամենաարագ ինտերնետը, խելացի լուծումները, որոնց շարքում է Դոմոֆոնը խելացի, ինչպես նաև Էվնետ առաջարկում է մի շարք TV ալիքներ եւ զանգահարեք 8988 հեռախոսամարով այլ մանրամասների համար։ Շնորհակալ ենք նաև Emily Farm դեղատների ցանցին։ Կհանդիպենք նորից Արարատի եթերում ցտեսություն արձականից։